Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի օր եւ բարի գալուստ մարդկային զրույց։ Իմ հյուրը երիտասարդ դերասան է, ով ասելիք ունի թե բեմում, թե բեմից դուրս։ Նրա մեջ կա մի բան, որ պարզապես ստիպում է հավատալ, որ սա հերթական անուն չէ։ Իմ հյուրը դերասան Հարություն Հովհաննիսյանն է։ Բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերը եւ ժամանակ տրամադրեցիք մեր մարդկային զրույցին։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարություն, ով է Հարություն Հովհաննիսյանը առանց դերերի։ Առանց դերերի ինձ թվում է ոնց բոլորս ենք ամեն ընտանիքում հայաթում արդեն դառնում է հայաթ կամ քուչա ոնց որ այդ աշխարհում ինչ որ բիզնեսում ընկերության մեջ որպես եղբայր որպես ապագա ամուսին ընտանիքի հայր Սովորական հայ տղամարդ։ Շատ լավ։ Նախքան դերասանի ուղին ընտրելը, որքանով ես եմ տեղյակ, ապրում եք Երևանյան, սովորական բարքերով, տղայական կյանքով, ինչպես նշեցիք, փողոցում, քուչայում դաստիարակված, նաև այդ դպրոցը անցած, հա։ Ինչպես ստացվեց, որ ընտրեցիք դերասանի ուղին եւ ով փոխեց ձեր կյանքի ընթացքը։ Այդ պատմությունը երևի շատ եմ պատմել, բայց իրան ուզում եմ այս անգամ մի ուրիշ անկյունից նայեմ, ինձ թվում է մայրս էլ էր շատ ուզում, որ ես դերասան դառնայի, որովհետև ինքը ուզում էր երգիչ դառնար կամ կար այդ արվեստը իր մեջը կար, որը չէր ռեալիզացվել ոչ մի ձև, ու իրանից է շատ բան եկել, այդ ինիցիատիվան ավելի շատ իրանից է եկել, ինչ որ չափով, ու հետո մի պատմություն կար տենց գրազի հետ կապված, որ ես քիքբոքսեր էի ու ուզում էի իմ կարիերան տենց էի պատկերացնում, հետո տրավմա ստացա ու էլ չէի զբաղվում, տնեցիք չթողեցին ու փոքր էի այդ ժամանակ, մոտ 14 տարեկան էի ու չթողեցին էլ գնամ քիքբոքսի, բայց ես շատ էի սիրում այդ սպորտը, իմ համար այդ պայքարը ու հաղթելը ինչ որ կյանքի իմաստ էր, այդտեղ ինչ որ իմաստ գտել էի հետո տենց մի աղջիկ ում իմ առաջին սերը ում սիրահարվեցի, ինքը փոխեց այդ ամեն ինչը ու որոշեցի դառնամ դերասան, գրազ եկանք, որ եթե դառնամ, ինչ որ բան կստացվի ու այդպես այդ ճանապարհով ընդունվեցի թատերական ինստիտուտ ու սիրեցի ես մասնագիտությունը ու հիմա ու առանց դրա շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել։ Այն ժամանակ իրավաբան էի պատկերացնում, ինչ որ ուզում եմ իրավաբան դառնամ բայց դա չգիտեմ, sense ուղղակի միտք էր, որը դժվար իրականացվեր։ Հարություն, խոսեցիք առաջին սիրո մասին եւ գիտեմ, որ հիմա ձեր կյանքում կա կին, աղջիկ, ում հետ պատրաստում եք ամուսնանալ, նույն աղջկա մասին է խոսքը, թե Չէ, այն ժամանակ ես փոքր էի ու դպրոցում տենց սիրահարվեցի, այդ տեսարանը շատ սիրուն տեսարան էր, ոնց որ ֆրանսերեն երգում էր այդ աղջիկը ու ամբողջ դահլիճում մենակ ես էի ու sense տեսա ու իմ տեղը ով լիներ սիրահարվելու էր, այդ տենց շատ սիրուն տեսարան։ Պատանեկան սիրո մասին է խոսքը եւ որևէ խանդի տեսարան ձեր ընկերուհի կողմից չկար։ Երբ արս խոսում եք առաջին սիրո մասին, հրաշալի։ Եկաք թատերարվեստ եւ ձեզ հետ բերեցիք նաեւ նոր մշակույթ։ Ինչպես ստացվեց, որ հանդիսատեսին եւս ընդգրկեցիք տեսարաններում, ուզում եմ այստեղ մանրամասնենք, որ չնայած որ այժմ երկու թատրոնում, տարբեր թատրոններում դուք աշխատում եք, բայց նաեւ հիմնադիրն եք եւ դերասանն եք Բաբելոն թատրոնի։ Խոսքը հենց Բաբելոնի մասին է։ Ինձ թվում է ինչ որ պակաս զգացի, երբ որ ես սկսեցի ներկայացումներ նայել ու միանգամից ես չեմ սիրել ներկայացումները, որովհետև ինձ համար այդ կոնտակտը պակասում էր հանդիսատեսի հետ, ինչ որ անմիջականություն պակասում էր, ինչ որ բան հնացած էր թվում, չէ ասի թե ես լիովին կարողացել եմ փոխեմ ու ինչ որ նոր բան բերեմ, բայց ինչ որ առումով այդ ֆորման գտա, այսինքն նոր չբացահայտեցինք կար աշխարհում ու դա ուղղակի ձև էր ավելի անմիջական շփվելու հանդիսատեսի հետ, որը աշխատեց ու մեր ներկայացումներում հենց այդ ֆորման նույնիսկ կրում էր դերասանին ու դա էլ մի հատ ուրիշ խնդիր էր իր հետ բերում, որ պետքա տեղ ավելի ճկուն, ավելի անկեղծ չես կարող էլի խաբել, ոնց որ շատ մոտիկա արդեն ամեն ինչ, երբ որ
հանդիսատեսին թողնում ես, որ ինքը գա քո կողքը կանգնի ու քեզ սենց զում արած ուսումնասիրի, այդ ժամանակ բարդանում է դերասանի համար։ Այն առումով, որ մաքսիմալ անկեղծ պետք է լինես, չես կարող խաբես։ Ես նաև ուզում եմ մեզ հետևողներին ասել, որ խոսքը այն ներկայացման եւ ներկայացումների մասին է, որը տեղի է ունենում տարբեր սենյակներում եւ հանդիսատեսը կարողանում է անմիջական մասնակիցն ու վկան լինել ներկայացման ընթացքի եւ դառնում է դրա մի մասնիկը։ Այսինքն ես ինքս եղել եմ այդ ներկայացմանը եւ ես ինձ պատկերացրել եմ այնտեղ որպես դերակատար եւ տեսարաններով պատտվում էինք դերասանների հետևից, այդպես ավելի հետաքրքիր էր։ Բաբելոն թատրոնը հիմնադրվեց Երևանի հին շենքերից մեկում, Բաժարնի շենք, ինչպես ասում են, եւ խունացած պատերի ներսում կրակ վառեցիք։ Այժմ այնտեղ ինչ իրավիճակ է եւ արդյոք առաջիկայում եւս սպասենք այդ օրինակ տարբերվող ներկայացումների։ Սա մեր երկրորդ ընդմիջումն է արդեն մեծ, մոտ 5-6 ամիս արդեն ընդմիջման մեջ ենք կամ 7 արդեն չեմ հիշում, որոնց տեխնիկական խնդիրների պատճառով է լինում։ Ինձ թվում է մենք շատ մենակ ենք իրականում մեզ զգում այդ ամեն ինչի մեջ, որովհետև ամբողջը մեր ուժերով ենք անում, շատ հաճախ լրիվ մենակ ենք մնում կամ 2 հոգով ու փորձում ենք օրինակ այդ 2 հոգով պահենք այդ թատրոնը, որտեղ բոլորս գիտենք, որ աշխատում են թատրոններում մեծ անձնակազմ ու բարդությունը այդ տեխնիկական հարցերի մեջ է, շուտով բայց այդ հարցերը էլի կլուծենք ու ինչ որ մի քանի ամիս հետո էլի կբացենք թատրոնը, կփորձենք նոր թափ տալ ու հույս կունենանք, որ այս անգամ էլ դադար չի լինի, որտեղ այդ դադարները սպանում են թատրոնը։ Իսկ ինչ է կապված այդ դադարները։ Ինչ որ քաղաքական հարցերի հետ է կապված, որը ես լրիվ չեմ հասկանում ու չգիտեմ լիարժեք, որ դրանից խոսեմ։ Հա, այսինքն տարածքը ոնց որ ունենում ենք ու չենք ունենում, ունենում ենք ու չենք ունենում։ Դա վարձակալում ենք տարածքը ու ինչ որ պատճառներով այդպիսի տատանումներ է լինում։ Բայց այդ տարածքը կա եւ վաղուց կա, տասնամյակների պատմությունն է, այդ վիճակում է շենքը եւ չի կառուցում, դուք եկաք եւ ինչպես եւ նշեցի, մի կրակ բերեցիք ձեր հետ։ Հենց այդ է խնդիրը, որ պետք է ինքը լիարժեք կառուցվի, որ չլինի ոչ մի խնդիր անվտանգային, որ կարողանանք այդտեղ հանգիստ բերել մարդկանց։ Մենք հենց տեսնում ենք, որ խնդիր կա, մենք էլ ենք վախենում, որ մարդկանց չենք կարող բերել այս տարած, պետք է ամրացվի, հին շենք է փայտից, չնայած որ ամուր շենք է, բայց պետք է ինչ-որ ամրություններ տալ, որ ապահով լինենք էլի հանդիսատեսի առումով, մեր առումով։ Այդ հարցերն ավելի շատ։ Շատ լավ։ Վերադառնանք մեր զրույց հայաստանյան իրականությունը լինելով այլ, ուզում եմ հարցնել, արդյոք կիսամերկ տեսարաններում խաղալը, թե տղամարդու եւ թե կնոջ համար ռիսկային չէ, հա, մեր հանդիսատեսի առաջ։ Ռիսկային է ու այդտեղ մեղավորը հանդիսատեսն է, որովհետև շփոթում են շատ հաճախ, շփոթում է մեր հանդիսատեսը, հայ հանդիսատեսը, կերպարը ու իրական մարդուն։ Այսինքն ես ընդհանրապես խորհուրդ չեմ տա դա շփոթել, որովհետև դա խնդիրներ է ստեղծում էլի հասարակության մեջ, հենց այդ ընկալումների խնդիրներն է ստեղծում։ Որովհետև մենք ուզում ենք զարգացնենք մշակույթը, ես էլ կողմ չեմ օրինակ լրիվ, չգիտեմ, մերկ տեսարաններ, որը ցենզուրայից դուրս է, բան դա ուրիշ հարց է, լրիվ մերկ տեսարաններ, որը կտանի արդեն ավելի ուրիշ կողմ, էլի ոչ թե արվեստի կողմ, դրա մասին չի խոսքը, բայց ընդհանրապես կա առհասարակ կա այդ խնդիրը, որ մենք խառնում ենք էլի ոնց որ կերպարին ու այս մարդուն ու մենք էլ օրինակ չէ դուք ինձ հարցրեցիք որ օրինակ հայաթից եք այսինքն այդ կյանքն եք տեսել հա մենք ապրում ենք բոլորս նույն կյանքով բայց մեր հասարակության մեջ այդ տարածված է որ օրինակ իմ հասակակից կամ ինձ փոքր տղաներն էլ հաճախ խառնում են որ դերասանը իր հետ կարող է մտածում են այդ դերի ձևով խոսեն օրինակ ես խաղացել եմ չգիտեմ դոծիկի դեր կամ չգիտեմ դասախոսի իմ հետ այդ շփվեն բայց ես այդ մարդը չեմ չէ ես հայաթի սովորական մարդ եմ իմ հետ ոնց որ կարելի է հենց տենց շփվել էլի ու պետք է հենց տենց շփվել որտեղ ես այդ մարդն եմ վաղ թե ուշ խոսակցության մեջ գալու ենք դրան որ ես այս մարդն եմ էլի ոչ թե այս կերպարի դա է դա է խնդիրը նաև կերպարից եւ խաղից է կախված, այսինքն պետք է այնքան բնական խաղաց, որ մարդիկ շփոթեն եւ դա շատ նորմալ է, երբ որ
խառնում են, հա, իրականություն։ Հա, այդ նորմալ է, մեծ հաշվով նորմալ է, բայց ինչ որ առումներով ես տեսնում եմ, որ խնդիրներ կան, հասարակության մեջ այդ խնդիրները կան, չգիտեմ, այդ կոմենտների դաշտում, որ ինչ որ մի հատ վիդեոյի տակ օրինակ կարող է վատ կոմենտներ sense գրվի ու դա խնդիր ստեղծի այդ դերասանի համար, բայց իրենք գրում են այդ դերասանի հենց անվան տակ օրինակ այդ կոմենտները, որը sense նեգատիվ վատ բայց վիրավորական է մարդու համար, որովհետև այդ դերը ինքդ ես կերտել։ Բայց ես միշտ մեր հետևորդներին ասում եմ, որ մեր հյուրի մասին գրեք լավ մեկնաբանություններ, շատ հավանումներ ստացած մեկնաբանությունը անպայման կարժանանա նվերի, թե մեր եւ թե մեր հյուրի կողմից։ Դա նախապես չեմ զգուշացրել, բայց կարծում եմ դեմ չեք։ Չէ, ես օրինակ իմ առումով կողմ եմ, որ ով ինչ կարծիք ունի, թող արտահայտի, ես բացեմ։ Մենք ուզում ենք բարին տարածենք, որովհետև հիմա այնքան ենք չարացել, բոլորս ընդհանուր ասեմ, չարացել ենք եւ մի եթե ես որևէ մեկին դուր չեմ գալիս, իմ նկարի տակ կարող են շատ վատ բաներ գրել։ Ես դրա համար եմ ասում, եկեք լավ մեկնաբանություններ եւ իհարկե այս ամենը նաեւ կվերադառնա գրողին։ Դե հա, իհարկե։ Երբ առաջին անգամ զգացիք, որ սա է իմ տեղը, թատրոնն է իմ տեղը, երբ առաջին, դա երբ էր։ Ինձ թվում է ամենասկզբից, երբ որ ընդունվեցի, մոտ կիսամյակ անցավ, որ չէի հասկանում որտեղից է պետք սկսել, էտյուդը ինչ է ու պատկերացում շատ քիչ ունեի ընդունվելուց հետո ու երբ հասկացա, երբ կուրսխեկս Յուրի Կոստանյանն էր իմ դասախոսը ու Զարա Անտոնյանը, երբ բացատրեցին իրենք, որ ինչ օրինակ հենց էտյուդ անել են ամենապուճուր բանը, ես սկսեցի սիրել այդ ամեն ինչը, որովհետև այդ զգացումը ոնց որ մի զգացում է, որը կարող է զգալ օրինակ առաջի անգամ, չգիտեմ, խմիչքից կամ ուրիշ ինչ-որ տենց նարկոտիկից, որը կախվածություն է առաջացնում իրոք, որ դու ուզում ես էլի զգալ, ոնց որ քեզնից սենց այդ կտրվելու զգացումը, որ դու դուրս եկար էլի քեզնից ու քեզ պետք չեկա ոչ մի թմրամիջոց է դրա համար, այլ դու ուղղակի կարողացար ինչ-որ քայլ կատարել քեզնից դուրս ու քեզ կողքից նայելու շատ հետաքրքիր ինքնաճանաչողության process է հենց այս մասնագիտությունը դու անընդհատ ուսումնասիրում ես, քեզ փորում ես ու ինձ թվում է մարդու համար շատ կարևոր է, նույնիսկ եթե դերասան չես, որ քեզ ճանաչես ու բացահայտես։ Տարիների ընթացքում հղկվում ու կատարելագործում ես, թե որպես մարդ եւ թե որպես դերասան։ Հասկանում ես, թե դու ինչի ես ընդունակ, էլի շատ կարևոր է, չէ՞ որ մարդը անընդհատ բացահայտի իրեն ու հասկանա, թե ինքը էլ ինչ կարող է անի։ Մենք ոնց որ բոլոր դարերում հենց այդ դրանով ենք զբաղված էլ ընդհանուր մարդկությունը։ Այդքանով հանդերձ, որ այդքան շատ սիրում եք թատրոնը, բեմը եւ ձեր կարիերան, եղել է ժամանակահատված, որ որոշել եք թողնել ամեն ինչ։ Հաճախ գալիս է այդ հիասթափությունների պահերի մասին եմ ուզում խոսենք։ Հա, հաճախ գալիս է այդ միտքը, բայց մեկ այդ պայքարելու ձգտումը հաղթում է, էլի, որ որոշում ես էլի պայքարես, չէ, չհանձնվես, որովհետև դա հեշտ է այդ հանձնվելը, ու մեր մասնագիտությունը իրոք դժվար է ստեղ ամեն առումներով, էլի, քիչ վարձատրվելու առումով, դժվար ընկալվելու առումով հասարակության կողմից, բարդությունների մեջ ընկնելու առումով, այ որ տենց մտածես էլ, ես տեսարանը խաղաս, քեզ ոնց կընդունեն, օրինակ որ գեյի դեր խաղամ, ինձ ոնց կընդունեք, չէ, օրինակ, բայց դա ոնց որ հենց այդ է, որ կարող է չհասկացվի, կարող է ինչ-որ վատ ռեակցիաներ լինի, որը նորմալ չի, էլի։ Դա ես կարծում եմ մեր տարածաշրջանից է, հայաստանյան իրականությունն է այլ եւ նաեւ մեր հանդիսատեսն է այլ։ Հա։ Ընկալման հարց է, կարծում եմ, որը ժամանակի ընթացքում։ Բայց հա, հենց դա ոնց որ չեմ ուզում ասեմ անգրագիտության հարց է, որտեղ գրագիտության հետ չգիտության հարց է երևի, էլի, հա, որ պետք է անընդհատ չի։ Ճշմարտություն, որը ցավ է տալիս, թե գեղեցիկ սուտ։ Ճշմարտություն։ Շատ լավ։ Սիրել առանց պատասխան, թե լինել սիրված առանց սիրելու։ Սիրել առանց պատասխան։ Հետաքրքիր է։ Ձեզ ավելի շատ կոտրել է կյանքը, թե մարդիկ են կոտրել։ Երկուսն էլ։ Ներել, թե երբեք չմոռանալ։ Ներել։ Մենակություն, թե սխալ մարդկանց շրջապատ։ Մենակություն։ Ես էլ դա կընտրեի։ Կորցնել քեզ հանուն մեկի, թե կորցնել մեկին քեզ պահելու համար։ Կորցնել մեկին քեզ պահելու համար։
Երևի ես էլ դա կներեմ։ Լռել, երբ ունես ասելիք, թե ասել ու փոշմանել։ Լռել։ Անցյալը փոխել, թե ապագան իմանալ։ Անցյալը փոխել հնարավոր է, ապագան իմանալ։ Ամեն ինչ վերսկսել, թե հոսել կյանքի հետ։ Հոսել։ Սեր, թե կարիերա։ Երկուսը իրար հետ չի լինի։ Մեկը պետք է ընտրենք։ Սեր։ Սրտով ապրել, թե գլխով։ Սրտով։ Ձեր ամենասիրելի հայ դերասանը։ Սոս Սարգսյան։ Սիրելի հայ դերասանուհի։ Դերասանուհի չեմ տաբերում Ռիփսիմե Նահապետյան։ Եվ դեր, որ շատ կցանկանայիք, որ դա ձերը լինի, կերտեք եւ դեռևս չեք հասել դրան։ Երևի չգիտեմ շատ են տենց դերերը, նույն Կալիգուլան խաղացել եմ, բայց ոնց որ հասած չլինեմ դրան, ինձ համար շատ հետաքրքիր դեր է այդ, դուք հենց այդ ներկայացումն եք նայել։ Երևի դա էլի կուզեմ խաղամ։ Հրաշալի։ Որն է եղել ամենածանր պահը կարիերայում։ Ամեն դեպքում բոլորիս համար էլ ճանապարհը հեշտ ու միանգամից չի տրվում։ Ամենածանր պահը։ Շրջանապահը։ Չեմ առանձնացնի ինչ-որ տենց շրջան, տենց բարդություններ շատ են եղել, բայց այդքան ծանր հաղթահարելի է։ Հա, որովհետև ես սիրում եմ պայքարել, չգիտեմ, առանց այդ դրա ոնց որ չեմ կարող հանձնվեմ, ուղղակի չեմ կարող էլ ինչ-որ բան դες կոտրվեմ ու հանձնվեմ։ Հարություն, սիրո մեջ ավելի շատ տալիս եք, թե սպասում եք, ակնկալում եք։ Երևի ինձ թվում է, որ հավասար փորձում եմ ինչ-որ համազոր լինել։ Նախքան ձեզ հրավիրելը, նաև ձեր էջն եմ ուսումնասիրել ու հասկացել եմ մեկնաբանություններից, որ շատ սիրված դերասան եք, հա, մանավանդ երիտասարդների շրջանում։ Սիրված լինելը ձեզ համար հեշտ բան է, թե դժվար, ինչ որտեղ խանգարում է, թե ավելի շատ օգնում է դա։ Ինչ որտեղ ինձ թվում է խանգարում է։ Ես փոքր ժամանակ եմ բռնել այդ միտքը, որ երբ որ քեզ սիրում են, ինչ որ ուզում ես որ չսիրեն, ոնց որ ավելի հեշտ է չսիրված լինելը։ Պատասխանատվություն է, էլի, sense որ սիրված ես, հա, շատ պատասխանատվություն է ու իրականում կարա լինի։ Կա մեկով փոխել է ձեզ ամբողջությամբ ձեր կյանքը։ Հա, իմ ապագա կինը Ռիփսիմե Նահապետյանը, ասեցի որ ամենասիրածս դերասանուհին է ուրիշ։ Ձեր ոլորտից է ձեր ապագա կինը։ Հա, էլի կային մարդիկ որ կնշեի, բայց իրան շատ եմ սիրում ու որպես դերասան եմ շատ սիրում ու չգիտեմ, ինձ մտածում որ ինքը օրինակ ամեն ինչ կարող անել, բոլոր դերերը կարա կերտի, այսինքն վստահություն ունեմ էլի իր նկատմամբ ու ինքն էլ իր մասնագիտության նկատմամբ տենց որ թատրոնում է աշխատում։ Հիմա ոչ մի թատրոնում չկա, ժամանակին Ստանիսլավսկու թատրոնում էր, հիմա ֆիլմերում է շատ զբաղված, բայց իրար հետ ենք մենք աշխատում, հիմա նոր ներկայացում պետք է անենք, տարբեր թատրոններում, նույն Բաբելոնում էլ էինք իրար հետ, ինքն էլ ես էլ ոնց որ տարբեր թատրոններում ուզում ենք խաղանք, շատ ռեժիսորների հետ աշխատենք, որ չլճանանք։ Փաստորեն ծանոթացել եք դարձյալ թատրոնի միջոցով։ Հա, մենք Կարմեն էինք խաղում, իրար հետ Կարմեն, ես Խոսե էի խաղում, ու Խոսեն շատ սիրահարված էր Կարմենին, գիտեք երևի չէ, պատմությունը հայտնի է շատ է։ Ու դրանից սկսեց էլի մենք ընկերություն սկսեցինք անել, հենց դերի հետ կապված, ու տենց շատ տենց կպանք իրար։ Կա դեր, որը փոխել է ձեր կյանքը։ Այսինքն խոսեցինք անհատից, որ փոխել է կյանքը, հիմա դերի մասին, որ ձեզ ամբողջությամբ փոխել է ինչ-որ։ Դե ինձ թվում է ես այդ եզրահանգման եմ եկել, որ յուրաքանչյուր դեր, որ խաղում ես, ինչ-որ հետ կսենց թողում է քո կյանքում, նույնիսկ տրավմաների ես ենթարկվում ինչ-որ առումով, բայց նույն օրինակ Կալիգուլան ինձ շատ ինձ թվում է փոխել, շատ փորձարկումներ եմ արել այդ դերի ժամանակ իմ կյանքում, որ հասկանամ իրեն,
նու Համլետը եմ խաղացել նույնիսկ ուսանող ժամանակ ու դա էլ է շատ հետաքրքիր ինձ թվում է իրանք ընդհանուր գիծ ունեն շատ օրինակ այս Կալիգուլան, Համլետը կամ չգիտեմ Ջոկերի կերպարը ու Հիսուսի կերպարը օրինակ իրանք շատ ցենց սյուժետային գծով նույնն են ու փոխում են ինչ որ քո ներսը սկսում են էլի այդ process-ն է գնում ինքնաճանաչման ու ինչ որ նոր բանի է գալիս ինչ որ եզրահանգման է գալիս ու փոխվում է էլի այդ որոշումից Ես անհամբերությամբ կսպասեմ Բաբելոնի վերաբացմանը եւ Կալիգուլայի ներկայացմանը նորից կմասնակցեմ, իդեպ ասեմ, որ ոչ միայն դուք մասնակից եք դառնում ներկայացմանը դերասանների հետ, այլ նաեւ վերջում դերասանների հետ կարող եք գինի խմել եւ ընթացքում ներկայացման ընթացքում եւ վերջում կարող եք գինի խմել։ Ձեր ներուժը դերասանական փորձել եք կինոյում, սերիալում Սերիալում քիչ, կինոյում էլ իրականում քիչ, մի քիչ ինձ համար տարբեր մասնագիտություններ են թատրոնն ու կինոն, ինչքան էլ նույն դերասանն է, բայց դե խաղալու առումել է տարբեր թատրոնում ավելի ուրիշ, այնտեղ ուրիշ, մի քիչ եմ փորձել, հիմա ես վերջերս եմ սկսել ակտիվ փնտրել համ ֆիլմեր, համ ինչ որ տենց թեթև առաջարկներ կան ու ինձ սկսում եմ փորձել այդտեղ։ Բայց որը կտրեք, բեմ թե կինո։ Չէ, բեմ միանշանակ։ Մի բան, որ երբեք չեք ների։ Դավաճանությունը։ Մի բան, որ կներեք միշտ։ Միշտ չեմ ների ոչ։ Միշտը ես ավելացրի։ Մի բան, որ կներեք։ Շատ բան կներեմ։ Բայց ամեն չափի մեջ է։ Մի անգամ։ Իսկ փորձը ցույց է տվել, որ 2 անգամ չարժի ներել։ Ձեզ հասկանալը հեշտ է, թե դուք նույնիսկ երբեմն ձեզ չեք հասկանում։ Ինձ թվում է մի քիչ բարդ է։ Երկրորդ տարբերակը, երկրորդ տարբերակը։ Նույնպես ձեզ չեք հասկանում։ Եթե այս զրույցից հետո մարդիկ ձեզ հիշեն միայն մեկ նախադասությամբ, ինչպես կուզենայիք, որ հիշեն, ամփոփելով զրույցը։ Պայքար։ Նախադասությամբ ես մտածեցի բառով նախադասությամբ կարող եք դիտել տեսախցիկին էկրանին ու միանգամից իրենց հասել։ Դա պարտադիր չի որ ասած լինեմ ընթացքում։ Հա, որպես վերջաբան ինչ խորհուրդ կտաք, օրինակ, ինչ որ այդպես հիշեն ձեզ մարդիկ։ Երբեք մի դադարեք պայքարել։ Վերջերս իմ մոտ շատ է տպավորվել այդ պայքարի գաղափարը, որ օրինակ երբ որ նույնիսկ հիվանդանում է, մենք բոլորս, երբ օրգանիզմը պայքարում է, միշտ հաղթում է այդ, չէ, ինչ որ վիրուսին կամ նույնիսկ լուրջ հիվանդությանը։ Դրա համար դրա վրա էլի ֆիքսվել ինչ որ մի քանի անգամ ասում եմ sense պայքարել բան, բայց իրոք ինձ թվում է շատ կարևոր հատկություն է էլի այդ կամքը, բան որ ցանոթ ինչ որ պինդ ես ուժեղ ես պայքարում ես, չես հանձնվում։ Հարություն, շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ընդունեցիք հրավերը, մասնակից դարձաք մեր մարդկային զրույցին։ Ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ բաժանորդագրվեք Մեդիահաբի YouTube-յան ալիքին, բաց մի թողեք մեր մարդկային զրույցները։ Ձեզ հետ Հունան Թադևոսյանն էր եւ հյուրը երիտասարդ դերասան Հարություն Հովհաննիսյանը։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ